Սիրելի քյավառցիներ, Գեղարքունիքի մարզի իմ սիրելի ընկերներ, բարեկամներ։ Անչափ շնորհակալ ենք այս ջերմ ընդունելության համար։ Մեր համար այս հանդիպումները շատ պարտավորեցնող են։ Տեսեք, ինչ որ ձեզ պետք է ասենք մենք երկրում ստեղծված իրավիճակի առկա մարտահրավերների մասին, այս մասին մենք առաջի անգամ չի որ ասում ենք։ Այս մասին մենք 7 տարի ասում ենք։ Այսօր շատ քաղաքական ուժեր սկսել են այս մասին առաջ այլ կարծիք ունեին, իսկ մենք այս վտանգների մասին ինչ որ պատահել է մեր երկրի հետ, ինչ որ տեղի է ունեցել 7 հետո ուզում եմ մի քիչ խորքից գալ։ Ասում ենք, եթե այս երկրին մահ, պատերազմ, պարտություն բերած չարիքի իշխանությունը մնա ու վերարտադրվի, Արցախը հայաթափվելու է ու սկսվելու է Հայաստանի թրքացման process։ Շատերը չէին հավատում, շատերը չէին հասկանում, ու այս չարիքի իշխանությունը կարողացավ մեկ անգամ ևս մեր ժողովրդին խաբել ու վերարտադրվել։ Ընտրությունից հետո 3 շարժում ենք բայց չեն կարողացել մեր ժողովրդին ամբողջությամբ սթափեցնել, բացատրել իրավիճակի ամենայն լրջությունը։ Ժողովուրդ ջան, եկել է վերջին պահը։ Հունիսի 7-ը այն օրն է, որ մենք միասնաբար պետք է կտրենք այս պարտությունների, ողբերգության, կորուստների նվաստացման շղթան։ Ու դա մենք անելու ենք միասին։ Համաձայն եք։ Այս մարդ այսօր դռնե դուռ ընկած կրկին փորձում է խաբել մեր ժողովրդին։ Կրկին փորձում է խաբել ու վերարտադրվել։ Բայց այս անգամի տարբերություն 21 թվականի, որ ասում էր գալիս եմ, խաղաղություն բերեմ, Շուշիի դեօկուպացիայից էր խոսում, այս անգամ իր նպատակների մասին շատ պարզ հայտարարում է։ Ասում է գալիս եմ, որ Հայաստանի տիրապետության տակ ադրբեջանական նոր տարածքներ կան անկախության հռչակագիրը հանեմ։ Գալիս եմ, որ Արցախի էջը փակեմ։ Գալիս եմ, որ ցեղասպանությունը ուրանամ։ Իր պլատֆորմի մեջ սևով սպիտակի վրա գրել է, ինձ քվեարկեք, որ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվեմ։ Հիմա մենք պետք է հասկանանք, թույլ ենք տալու սրան մեր պետականությունը վերջնականապես տանի կործանման, թե միասին կտրելու ենք այդ շղթան։ Մենք ինչ ենք ասում, շատ պարզ։ Ասում ենք Հայաստանի տիրապետության տակ ադրբեջանական տարածք չկա, բայց Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքում են ու օր առաջ պետք է դուրս գան։ Մենք ասում ենք եւ ասում ենք գալու ենք ու մեր երկրին բերենք կայունություն, անվտանգություն։ Մեր տեսլականը հետեւյալն է՝ անվտանգ եւ մրցունակ Հայաստան, որտեղ հայ մարդը կարող է ապրել անվտանգ, բարեկեցիկ, արժանապատիվ։ Ու դա մենք կարող ենք անել։ Այս օրերին տեսնում եք, բազմաթիվ քաղաքական ուժեր խոստումներ են տալի։ Հավանական ու ոչ հավանական։ Բոլորը կարան այդ խոստումները տան։ Բայց որն է այն քաղաքական թիմը, ով ունի անցած ճանապարհ, ունի փորձառություն, կամք, վճռականություն եւ կարողություն երկիր այս իրավիճակից դուրս բերելու։ Դա Ռոբերտ Քոչարյանն է, Հայաստան դաշինքն է, Դաշնակցությունն է, այսօրվա մեր քաղաքական թիմն է, ու միասնաբար Հայաստան դաշինքով այդ խնդիրը լուծելու ենք։ Ուրեմն, պետք է մերժել այս չարիքի իշխանությանը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է իմանա, քվեարկելով ՔՊ-ին Նիկոլին, քվեարկում է Ադրբեջանին ու Ալիևին։ Պետք է մերժել սրանց ու ընտրել Հայաստանը։ Հայաստան դաշինք համար 17։